Պարոն Մամիջանյան, ձեզ պիտի արձագանքեմ, որովհետև քանի որ պարոն Վարդանյանը դուրս էր եկել եւ դուք վկայակոչեցիք պարոն Վարդանյանին, ասացիք ես իրեն հարցնեմ, թե դուք միջազգային հարթակներում եւ բավականին մեծ սարկազմով ասացիք, որ դե քանի որ դուք այնտեղ եք, մենք չգիտենք այնտեղ ինչ է կատարվում։ Ես հիշում եմ մի դրվագ միջազգային հարթակների հետ կապված ձեր քվեարկության, որը մեծ արձագանք ունեցավ, դա 27/01/2022 թվականին է, ստուգեցի, երբ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը բանաձևը, որին դուք դեմ քվեարկեցիք։ Եվ ընդ որում բանաձևում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվել էին, ադրբեջանական պատվիրակության առաջարկները մերժվել էին եւ դեմ էին քվեարկել 14 падգամավոր։ Մեկը դուք էիք, 1 հոլանդացի, 6 ադրբեջանցի, 6 թուրք։ Հիմա դրա հետ կապված էլ մի ասեք, թե դուք ինչպիսի դիրքորոշում եք ունենում, որովհետև այս դիրքորոշումը բավականին ոչ բարենպաստ կարծիք է ստեղծում ձեր մասին։ Եվ անընդհատ ձեր ելույթում, քանի որ քննարկում ենք հայտարարությունը, քննարկում ենք այն, թե դուք ինչպես եք պատկերացնում ձեր պատկերացումներով, ինչպիսին պիտի լինի Հայաստանը կամ քաղաքականությունը, որը այս պահին ձեզ դուր չի գալիս։ Կարելի ուղղակի, պարոն Մամիջանյան, գա ներկայացնել դա եւ չորակավորումներ չտալ, պիտակավորումներ չտալ։ Մենք կարող ենք ձեզ հետ բանավիճել, վստահ եղեք։ Մենք կարող ենք բանավիճել, թե որս ինչքան գիրք ենք կարդացել, էդ էլ կարող ենք։ Եվ դուք անընդհատ քննարկում եք, թե ով ինչ ինտելեկտուալ մակարդակ ունի, որ խմբակցությունը որտեղ։ Այդպես որ զարմացած նայում եք, դա չի նշանակում, որ մի 40 րոպե առաջ այդ խոսակցությունը չէր գնում։ Հետևաբար ես խնդրում եմ դուք ուղղակի խոսեք ըստ էության, առանց սարկազմի, թե չէ կարող ենք բանավիճել ձեզ հետ, ինչքան ուզեք, ցանկացած հարցով, խնդիր չկա, մեր հանձնաժողովում, հանձնաժողովից դուրս։ Իսկ ինչ վերաբերվում է տարբեր այս ձեր մոտեցումներին, ինչի մասին որ դուք խոսում էիք, սկսեցիք Տավուշյան դեպքերից եւ այն նարատիվներով սկսեցիք խոսել, որով Հայաստանի Հանրապետությունը վաղուց ոչ ոք չի խոսում, ելի նորից սկսեցիք մեղադրել Հայաստանի Հանրապետությանը պատերազմ սանձազերծելու դեմ, սանձազերծելու մեջ, խոսեցիք արցախցիների նկատմամբ վերաբերմունքից, խոսել եք, եւ այդ բոլոր քննարկումները, որոնք հավաքական դուք այսօր ներկայացրեցիք, էլի շատ մեծ հաշվով այդ անվստահություն հայտնելու մասին նախագծին չէին վերաբերվում, որովհետև դուք նորից սկսեցիք մասնավորեցնել բոլոր հին ու նոր բաները։ Մամջան, դե զարմացած մի նայեք, ուշադիր լսում էի։ Ես ուրիշ բան եմ ասում, դուք ուրիշ բան եք ասում։ Ասածս ինչի մասին է, ուզում եմ ասել, որ ես նորից մնում եմ իմ այն կարծիքին, որ եւ նորից հողում եմ ուզում կատարել ձեր այն խոսքին, որ եթե դուք ակնկալիք չունեիք քաղաքացիական խմբակցության падգամավորներից եւ առանց ակնկալիքի նման մեծ քննարկում եք կազմակերպում 300 հոգանոց, որին ցավոք եկել էին 160 հոգուց շատ քիչ հոգի, դա լիճում էլ ահագին ազատ տեղեր կային, բայց դուք պնդում էիք, որ ինչ որ ձևերով խոչընդոտել են ձեր հյուրերի ներկա լինելը։ Ես կարծում եմ, որ այդ նախաձեռնությունը ուղղակի, այսպես ասած, որևէ տեղ չտանող էր, եւ որտեվ դուք որևէ ակնկալիք եւ որևէ համագործակցություն չէիք էլ տեսնում նախապես։ Ինչը որ կարծում եմ իրերի բերումով նաեւ նորմալ է համարվում, որովհետեւ այդպես է դասավորվել։ Եվ ես կարծում եմ, որ մենք նորից պիտի ապավինենք, շարունակենք ապավինել ժողովրդի իմաստությանը եւ սպասենք 26 թվականի ընտրություններին։ 26 թվականի ընտրությունների ժամանակ խորհրդարանական Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն։ Մենք ենք լավը, դուք եք լավը, թե այլ տարբեր ուժեր են ավելի լավը, քան մենք եւ դուք։ Եվ այստեղ նստած որևէ մեկս չենք կարող ինչ որ մեկին ճիշտ ժողովրդավարության, այսպես ասած, հետևելով ինչ որ մեկին անվստահություն չենք հայտնի։
Կսպասենք ժողովուրդը հայտնի իր վստահությունը եւ իր անվստահությունը 2026 թվականին։ Կարծում եմ քաղաքական process-ներին ավելի մեծ լեգիտիմություն հաղորդելու համար առաջին հերթին պետք է ժողովրդին մասնակից դարձնել այդ բոլոր գործընթացներին։ Ընդհանրապես, ոչ թե գալ տարբեր ամբիոններից խոսել ժողովրդի անունից, անվանարկել կամ չանվանարկել, պիտակավորել կամ չպիտակավորել եւ ընդհանրապես քաղաքական գործընթացներին անընդհատ այսպես փորձել ուղղություն տալ։ Կսպասենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ կտեսնենք, թե ովքեր, այսպես ասած, կգրավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու սիրտը։ Շնորհակալություն։